դուք եւս միացել եք ուժեղ Հայաստան կուսակցությանը, իհարկե այս մասին դուք տեղեկացրել եք, ասել եք, թե որն է դրդապատճառները, բայց կխնդրեմ եւս մեկ անգամ ասել, թե ինչու որոշեցիք միանալ հենց այս կուսակցությանը։ Այն ոտնձգությունը, որը սատարում են այդ արժեքներին, ես այդ մարդկանց կողքին եմ։ Ուրիշ կուսակցության չեք մտածել միանալ, այլ ընդդիմադիրներ։ Ես չեմ կարող մի քանի կես լինել։ Եթե ոչ ուժեղ Հայաստանը։ Ցանկացած ընդդիմադիր, ով դեմ է այս արժեքային համակարգի ոտնահարմանը, ես նրանց կողքին եմ։ Հիմա ինձնից մի քանի հատ չկա, որ ես բոլորի հետ տարբեր տեղեր լինեմ, պիտի մեկի հետ լինես եւ եմ։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությանը, ներկայիս իշխանությանը սատարող շատ դերասաններ կան, որոնք հանրության շրջանակներում սիրված էին եւ գործընկեր Մկրտիչ Ալթումանյանը, որ վերջերս ողջույնը ցույց տվեց։ Ինչ կասեք այս մասին։ Իրենց հարցրեք, ես չեմ կարող որևէ մեկի տեղը պատասխանել։ Ես քննադատում եմ բոլոր այն մարդկանց եւ այն ուժերին, ովքեր ջուր են լցնում ազգակործան ջրաղացին։ Առհասարակ այս գալիք ընտրություններից ինչ ակնկալիքներ ունեք։ Փաշինյանը շանս կունենա վերարտադրվելու, թե ոչ։ Աստված չտա։ Ենթադրություններ չեմ կարող անել, քաղաքական տեխնոլոգ չեմ։ Ես իմ ձևով եմ մասնակցում ես ամեն ինչին։ Իմ ձևով։ Պարոն Ավասարյան, սովորաբար շոու բիզնեսի ներկայացուցիչները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները սովորաբար հրաժարվում են կարծիք հայտնել։ Մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները սովորաբար խուսափում են քաղաքական իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Դուք մտավախություններ չունեք եւ ինչու է այդ։ Դա իրենց անձնական գործն է։ Ես չեմ կարող որևէ մեկի տեղը որևէ բացատրություն տամ կամ արդարանամ, չեմ կարող։ Օրինակ, ինչը ձեզ ստիպեց, որպեսզի դուք էլ ցույց տաք ձեր քաղաքական կողմնորոշումը եւ պայքարի մեջ մտնեք։ Գիտեք, շատ բան կա, միայն մի բան չի, դրա համար երկար լռեցի։ Սկսած Արցախից, որովհետև ես ինքս ծառայել եմ Արցախում եւ իմ կենսագրության կարևոր մի մասը կերտել եմ այնտեղ։ Ես եղել եմ զինվորն ու պաշտպան այս երկրի։ Եվ հիմա հոպ բարձվեց, որ այդ մերը չի։ Այսինքն այդ կենսագրությունն ինձնից փորձում են ոգել, ես չեմ կարող դրա հետ հաշվել, չեմ կարող, ֆիզիկապես չեմ կարող, բարոյապես չեմ կարող, հոգեպես չեմ կարող, անվանության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի։ Մի բան էլ ասեմ, ես արցախցի չեմ, այդ նշեք, որովհետև շատերը մեկնաբանություններում գրում են, դե Ղարաբաղցի, ես Ղարաբաղցի չեմ։ Եվ ձեր ակնկալիքները Բայց եթե չլինեի Տավուշեցի, հաստատ կլինեի Ղարաբաղցի։ Հուլիսի 8-ին ինչպիսի Հայաստանում կարողանան հայերը։ Աստված տա բարոյական հաղթանակ ունենանք բոլոր առումներով, արժանապատվության հաղթանակ ունենանք։